Գյորջյան Կասկադ, 60 ամիս փուլային վճարում, բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր Փաստինֆոյի հյուրը քաղաքագետ Թևան Պողոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Պողոսյան, օրերս ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը հակասական արձագանք գտավ Հայաստանի ներսում։ Ձեր դիտարկմամբ ինչի մասն ընդհանրապես նրա ելույթը կամում էր ուղղված։ Ես շատ շուտվանից ոչ լեգիտիմ իշխանությունների ոչ ելույթներն եմ լսում, ոչ փորձում եմ հետևել, ավելի շատ տեղեկությունները գալիս են տարբեր արձագանքից, որովհետեւ զարմանք չի կարող ունենա, չէ՞, ոչ լեգիտիմ իշխանության ելույթը հակասական ընկալումներ ունենա։ Մի բան եմ հասկանում, որ երբևէ 2018-ից ի վեր ՄԱԿ-ի ամբիոնը չի օգտագործվել հայկական շահերը տանելու առաջ, որտեղ նախկինում էլ երբ որ ուշադիր լսում է, ամեն անգամ հակասական կամ անհասկանալի բաներ են իշուր Ալիևից խնդրանքներ, պարզաբանումների բաների, ոնց որ այս անգամ էլ նմանատիպ ինչ որ խնդրի մասին խոսացել ցեղասպանության թեմային է, ոնց որ անդրադարձներ չի եղել եւ այլն։ Բնական է, որ պետք է գնային իրենց օրակարգը ինչ Երևանում են ասում, նույնը փորձեն այնտեղ կրկնեին, որ հետո էլ ասեն մանկում էլ ենք դրա մասին ասել։ Ես չեմ զարմանում իրենց այդպես ասած մանիպուլատիվ օրակարգի ձևավորման եւ ռոպագանդայի շատ բոլշևիկյան ռոպագանդայի իմաստով կարելի ասել շատ նմանատիպ երևույթի զարգացման անպես որ այնտեղի որևէ ելույթի իրազեկական զարմանք չունեմ, հա, ինչ պետք է անի։ Այս կզարմանայի, եթե հանկարծ պարզվեր չհետևելով, մեկ էլ արձագանքերում տարբեր ինչ-որ մեկնաբանություն են, բան լսեի, որ բարձրացել են Արցախի մազապուրծ փախած ցեղասպանության ենթարկված ժողովրդի վերադարձի իրավունքի մասին։ Մեկ էլ նորից լսեինք, որ, գիտեք, մենք ընտրված իշխանություն ենք, որոնք խոստացել էինք Հադրութի եւ Շուշիի օկուպացիան հետ բերելը եւ այլն, հա, այս տեսակի բաներ լիներ կզարմանայի, նայած միգուցե մի հատ ուշադիր կլսեի, իսկ միջև էլ զարմանալու բան չկա, պարզապես հասկանալի, այն ինչ որ այստեղ է կատարվում նմանատիպ երևի մի բան ունեցել է, դե բնականաբար Հայաստանում էլ ազգային եւ նորմալ հայկական շահերով ապրող ուժերի կամ վերլուծաբանների կողմից պետք է անել հակասական վերաբերմունք։ Պարոն Պողոսյան, տեսեք, բայց ասվածի համատեքստում օրինակ Նիկոլ Փաշինյանը հենց ՄԱԿ-ի ամբիոնից խոսում էր իր այդ խաղաղության մասին, միևնույն ժամանակ խոսք չկար իհարկե հայ ռազմագերիների եւ անգամ Հայաստանից օկուպացված տարածքների մասին, բայց դրան զուգահեռ այստեղ էլ չի դրանց մասին ասուլիսներում այստեղ էլ չի խոսում։ Ասուլիսում եթե լրագրողը չհարցնի, բայց եթե նայեք երբ է ինչ պատասխան է։ Պարզ միշտ մենք ամեն օր աշխատում ենք։ Այդ նույն պատասխանը ասենք գնալ դե ինչ աներ։ Ասել ամեն օր աշխատում եմ sense թեմաներով, ուզում եմ ասեմ դրա համար էլ է ոչ ելույթում կա, ոչ բան կա, ոչ մի զարմացեք։ Բայց միևնույն ժամանակ հենց նույն Փաշինյանը օրինակ խաղաղության մասով նշում էր, որ խաղաղությունն էլ միանշանակ չէ եւ այն եւս իր մեջ խնդիրներ է պարունակում։ Բնական ստել է ամեն անգամ չի ասում, իր ասած խոսքերը չի։ Վաղը որ պայմանագիրը ստորագրեն, կարող է հաջորդ օրը բանալ լինի, ստորագրությունը դեռ ոչինչ չի։ Ինքը իրան ապահովված ամեն ինչից ասում է, բավականին մանիպուլյացիա անում, ինչի ասացի, մանիպուլատիվ օրակարգի եւ այդ բոլշևիկյան ռոպագանդայի իմաստով ինչ-որ մի հատ բառ եմ, բոլշևիկներն են ինտերնացիոնալ են, չէ՞ ասում, պետք է խաղաղություն լինի բոլորը, լավ են sense այնտենց են ինչ-որ հավասար են եւ այլն, բայց հետո չպարզվեց, ասենք, որ մի բանով չէ նմանվում իրենց կյանքը մեր են ժամանակահատվածի համար իրանց խոստացած եւ այլն։ Չնայած իր բոլոր մնացած այլ դրական բաների, որոնք կարող ենք նայել 70 տարի զարգանալու կամ մեր ասենք ինչ-որ ինստիտուտների ձևավորման, բայց այդ դնում է մի կողմ ընդհանուր խոսույթի բաներ։ Նույնն էլ իրանց մոտ է, իրանց վարքագծով որևէ մի բանով իրանք կրկնում են եւ եթե նայեք մենք ենթագիտակցաբան ինչ-որ բաներ են, բառեր են չգալիս, որ ինչա փորձում ասի Արցախյան հարցը դեղի բանն է, ինչ որ Ստալին Բրեժնևի ռեակցիա։ Բայց ինքը դրանով ապրում։ Պարոն, իր ասացի նաև խոսքերից մեկն էլ այն էր, որ հարց էր ուղում Իլհամ Ալիևին, թե ինչու է օգտագործում Զանգեզուրի միջանցք տերմինը, որովհետև անգամ արդեն դարելանեց, որ ինքը
մեզ մեկ ասում են մենք ունենք ուղիղ կապ, որ պետք է լինի, ուղիղ բանակցությունները լավագույնն են, Մինսկի խումբան պետք չի, բայց վերջում է պարզվում է, որ պետք է գնա հասնի մանկի ամբիոն, որ երկրորդ անգամ արդեն նմանատիպ երևույթ դառնում, մի անգամ սահմանների մասին էր, չէ՞, այտենց ինչ-որ հարցեր, թող մեզ ասի որտեղ է իր սահմանները ինչ-որ։ Հիմա երևի երկրորդ հարցն է, այն հարցը ինչ-որ ուղիղ չեն պատասխանում, կամ ուղիղ խոսակցության ժամանակ ինչ-որ թելադրանքներ է գալիս, թե ինչ պետք է անի, ինչ չպետք է անի, չել հարցնում բարձաբանումները ստանը, ստիված մակի ամբիոնն է օգտագործում դիմելու, խնդրելու, որ Ալիև ջան, եթե դժվար չի մի հատ բացատրի, կամ դրա նմանատիպ մի բան էլ, որ այդ թեմային անդրադարձել, շատ էին արդեն Հայաստանում ասում, Ալիևը Վաշինգտոնից ստորագրած հաջորդ օրվանից ամեն ինչը ոնց հին ձևով կրկնում էր, տենց է շարունակում էր։ Մի անգամ շոսում դրա նմանատիպ ինչ-որ բան ասեց, հիմա էլ երկրորդ անգամ, ինչը նշանակում է Ալիևի համար այդ Վաշինգտոնի օգոստոսյան 8-ի փաստաթուղթը հերթական իր հաղթանակներից մեկն էր, որը ինքը ստացել է հանուն իր պատկերացրած, հենց Ադրբեջանի շահերը տանելու առաջ, ոչ թե խնդիր էր, թե Հայաստան, Ադրբեջան, ինչ-որ sense հարաբերություններ։ Համար էլ իր խոսույթը շարունակվում է, իրենց բոլորի խոսքը ասում է, ինչ-որ ոնց որ թե երեք այդ ՍՆԳ-ի ելույթի ժամանակ էր արդեն իրենց մոտ վարչապետ, փոխվարչապետ, նախարար, վարչության պետ, բաժնի պետ, միշտ էլ են ասելու, որ դա շարունակելու են, ուզում ես Ալիևից պահանջի այդ բացատրությունը, չէ։ Լավ, փորձենք բայց հասկանալ ամեն դեպքում։ Իլհամ Ալիևը ասում է, որ Զանգեզուրի միջանցքով անցնելու է Թրամփի ուղին։ Ո՞րն է այդ Թրամփի ուղին, ո՞րն է այդ ճանապարհը, որտեղով է այն անցնելու։ Ոչ ոք չգիտի այդ հարցի պատասխանը։ Դե որտեղ Ադրբեջանը կցանկանա։ Ինչ եմ տենց ասում։ Մենք ունեցել ենք մի հատ հետաքրքիր փորձ, որի վրա փորձում եմ փորձի իրական, այն որ սիրում եմ, չէ, իրանք ասեն, իրական դեպքում։ Երազքում կառուցվում էր գործարան, որը նաև ամերիկյան ոնց որ թե, ասենց ինչ-որ ներդրումներ, ինչ-որ բաներ կապված։ Ալիևենք ասացին, այդտեղ չի կառուցվելու, կառուցվում է հիմա։ Ուրեմն երբ որ դուք ինձ հարցնում եք փորձի վրա հիմնվելով, ես հասկանում եմ, որ այնտեղ, որտեղ Ադրբեջանը կցանկանա, Թրամփի ուղին էլ տեղ է անցնելու։ Հարաբերակայում չի անցնելու ոչ մի ձև։ Այսինքն Դոնալդ Թրամփն էլ օրինակ կախված է Ալիևի կամքից։ Դոնալդ Թրամփը ամերիկյան շահերն է տանում առաջ։ Դոնալդ Թրամփի համար այս տարածաշրջանում Ալիևի հետ հարաբերությունների բաներում ավելի մեծ բաժին կա հետաքրություն կամ Հայաստանի հետ։ Դա համար եթե պետք է վերջնական որոշում կայացնի, երբ որ նստեն խորհրդակցությունների մասին քննարկելու եւ ասելու, հայլվա որտեղ իրենց շահերը ամենալավագույնը բավարարում։ Վստահ եմ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ունի ավելի շատ բան Թրամփին առաջարկելու, ինչի հիմա վրա Թրամփի այդ ցանկությունները իրագործելու դա է մեջա լինելու ամսուր։ Այդտեղից էլ ասում եմ, ես տրամաբանում եմ։ Նայեք, ես շատ բան եմ կարդում, շատ բան եմ իմանում, քննարկում, նայում իրար հետ, բայց փորձում եմ այսօր երևույթների մասին խոսալ այդ մոտեցմամբ, որ ոչ թե բանում, այ կա փորձ եւ կա հիմնված երևույթներ։ Դոնալդ Թրամփի որոշումներ կայացնելը հիմնված է լինելու ամերիկյան շահերի վրա։ Ամերիկյան շահերը որտեղ ավելի շատ բավարարվում են, դեռ ամերիկյան շահերի բավարարության խնդրի մեջ հատկապես իմանալով, որ այսօրվա գործողները ավելի շատ կողմնակից էին, որ ոչ թե ինքը ընտրվի, այ իրա դեմոկրատական կամ նախկինից մեկն ու մեկը, նույն ձևի բանը, չէ, մի օրվա մեջ չդառավ պրոհայկական։ Այդ ինչ բան, այդ նույն Դոնալդ Թրամփը չէր առաջ պատերազմի ժամանակ, ինչ-որ բան արել էր, չի արել, չէ, այդ ողջունել է նույն Ալիևին, ով որ իր օրոք, երբ որ Դոնալդ Թրամփը նախընտրական process-ների մեջ էր իր առաջի փուլից հետո դեպի երկրորդ։ Փորձում էր դրական ինչ-որ մի բան ստանալ։ Բայց սկսել է պատերազմը։ Ինքը ամերիկյան համանախագահ էր, որը պետքա ուներ խնդիր, որ պետքա թույլ չտար պատերազմ։ Ինչ որ մատը մատին կպցրեց։ Ձևական մի հատ ինչ-որ բան, ասենց ասած, բանակցեցին հոկտեմբերի վերջին, որ ներկայացնեն ամերիկյան միջնորդությամբ զինադադար, քանի րոպե պահպանվեց։ Այդ նույն Դոնալդ Թրամփն է, վստահ եմ, որ իր շրջապատում կլեն մարդիկ, որոնք չեն մոռացել այդ դեպքը։ Հա իր իմիջին հարված կարար հասցնել, եթե իրան դա հետաքրքրեր։ Բայց իրան դա չի հետաքրքրել, դրա համար հանգիստ վերաբերվում է եւ այնտեղ էլ չեմ զարմանա, որ պայմանավորված եւ լավ էլ իմացել են, որ 20 թվականի պատերազմի մասին
Նույն ձևի ամերիկյան ինստիտուտները վստահ եմ ունեցել են տեղեկություններ 23 թվականի ցեղասպանության գործողությունների մասին։ Դրաներ Վաշինգտոնում նստած ասում են մենք չենք թույլ տա, բայց ինչ-որ բան արեցին։ Իմել նույնիսկ շարունակվելու է։ Անելու են այն, որ հողի վրա իրենց համար ավելի լավ հարմար պայմաններ պետք է առաջարկի։ Դե հասկանալ չի, որ Ալիևը ավելի եւ Թուրքիան հետը միասին ավելի հետաքրքիր բան են ասելու։ Դոնալդ Թրամփի շահերի մեջ նաեւ Իրանի մեկուսացումն է, չէ՞։ Ուրեմն ինքը որտե է լինել։ Իսկ Հայաստանը պատրաստ է իրան տենց բան առաջարկի, ոչ։ Ալիևը պատրաստ է։ Այո։ Որպես ձեր խոսքերի շարունակություն, իսկ Իրանի եւ Ռուսաստանի շահը նույն Զանգեզուրի միջանց կոչվածի շուրջ անտեսվում են արդեն։ Դե անտեսվելու են այնքան միջև որ Ռուսաստանը եւ Իրանը գործողություններ չիրագործեն։ Նա փորձում են պայքարագենում։ Նայեք, մի հատ հետաքրքիր բան ասեմ, որ մի քանի անգամ նույնիսկ 1 տարի կամ 2 տարի առաջ կրկնել եմ դա տարբեր հարցազրույցներ, որտեղ ասում եմ, այլևս ճանապարհը չի խնդիրը։ Ճանապարհը միջազգային կոնսենսուս է, որ պետքա լինի։ Ամբողջ պայքարը կռիվը գնում է ովա վերահսկելու։ Ձեր հարցը է, ոչ թե հասկանում եմ ում ասֆալտն է այդտեղ։ Այ ովա վերահսկելու է այդ ճանապարհը։ Այդ վերահսկողության կռիվը գնալու այնքանով, որ ավելի ուժեղ լինելու։ Ռուսաստան միջի համար չեք լսել, ունեք Զախարովան էլ թե չեմ սխալվում, մի անգամ կրկնեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որից մենակ 9-րդ կետի հնարավորությունն է, մնացածը անտեսվել են։ Դեռ ուժի մեջ ստորագրությունները չեն වෙցել։ Մենք գիտենք նոյեմբերի 10-ին ինչ է լինելու մեր տարածաշրջանում։ Ոնց որ թե չենք իմանում։ Եվ ես դրանով էլ բանում եմ, որ այդ փաստաթուղթը Ռուսաստանը որ վարքյան իրեն պետք է լինի, փորձելու է օգտագործել։ Իրանը ամեն անգամ կրկնում է, երբեք չի լինի։ Մի քանի անգամ գնացին եկան, բայց եթե նայեք նույնիսկ իրենց բոլոր բաները, ասած ինչպես հայ գործընկերները մեզ վստահացրել են։ Բայց հասկանալի չէ, որ Իրանն էլ այն պետություններից է, որոնք իրենց հատուկ ծառայություններով եղած տեղեկություններով փորձելու են հասկանան արդյոք եղած համակարգի մեջ կլինի այդ վստահության կյանքի կոչելը։ Եվ որ վարքյանի չլինի, նորից էլի կոպիտ արտահայտություններ ենք լսելու։ Պարոն Պողոսյան, իրեն շահերից ելնելով, մեր մասին չի։ Այդ ցավոք սրտի ինչ որ խոսում ենք այլ բան։ Ռուսաստանը իր շահերով առաջնորդելու, Ամերիկան իր, Իրանը իր, այստեղ հայկական շահերի մասին պետք է միայն Հայաստանի կառավարությունը անել, բայց ցավոք սրտի ունենալով ավելի շատ թուրք, ադրբեջան կամ մեր թշնամիների սպասարկող կառավարություն հայկական շահերի մասին որևէ մեկը չի խոսում եւ չի պաշտպանում։ Պարոն Պողոսյան, իսկ նոյեմբերի 10-ից հետո հնարավոր է ինչ-որ գործողություններ տեղ ունենան Իրանի կամ Ռուսաստանի կողմից։ Որևէ մեկը հավատում էր, որ Ուկրաինայում զորքով տանկով գնալու են։ Որևէ մեկը հավատում էր, որ Դոհայի մեջտեղը կարող է խփեն արվածան շենք պայթացնեն։ Հիմա այդ ներողությունը կխնդրեն։ Ով է ինչ ասում։ Ով կարա այդ 100%-անոց գործողությունը ասի։ Ով ասել, որ Ալիևը ամեն ինչ չի նախապատրաստելու, որ հենց ինքն է գործողություն անի։ Ինչ-որ կա երաշխիքներ ունենք։ Մենք չունենք չէ այդ վստահությունը։ Ցավոք սրտի այն ինչ որ Հայաստանում այսօր կատարվում է, լիակատար զորական անվստահության իրավիճակը չեմ ասում ոչ լեգիտիմ։ Որտեվ եթե դու խոստանում ես ու չես կատարում, դու ձևավորում ես անվստահության մթնոլորտ։ Այս անվստահության մթնոլորտի մեջ չկա որևէ մի բան, թե ինչ է այսօր կատարվում։ Լսում ենք որ ինչ-որ Ադրբեջանը տեղ-տեղ կա գնում առաջ, կամ ինչ-որ կուտակումներ անում, կամ ինչ-որ բաներ։ Կհրապարակվի կիմանանք, ինչ-որ իմանում ենք։ Եթե ոչ, այնքան բաներ կա, որ չենք իմանում։ Տեսեք, հայկական կողմը անընդհատ հայտարարում է, որ իբրև թե խաղաղություն է հաստատվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ադրբեջանական կողմից հայտարարում են, որ պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե Հայաստանը կատարի իրենց պահանջները, եւ Թուրքիայից էլ հնչում է հայտարարություն, որ արդեն 2026 թվականի տարվա առաջին կեսին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրվելու է խաղաղության պայմանագիր։ Ինչ են այս հայտարարությունները նշանակում։ Եկեք sense անենք, 3 անուն ասացիք, հա, sense ասած սուբյեկտ իր, որոնք հայտարարությունների եւ ասենք վերցնենք արդյոք դա կատարվել է թե ոչ, որ փորձենք վստահության ինչ-որ բան անենք։ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը Ֆիդանի իր հարցը, որ իրեն հարց են տվել, իսկ երբեք մտածում երբ կստորագրվի, ասել է 26 թվականի առաջի կես։ Առաջի կեսը sense ասած հունիսի 30 օր կարելի է ասել, հա, եթե տենց ենք վերցնում։
Ալիևը միջև ինչ ասել է, գնացել է, հասել է ու խոսքի տերն է եղել։ Ասենք նույնիսկ եթե ինչ որ ճնշումներ կամ ուրիշի շահերի, ասենց ասած, սպասարկման գաղափարներ արել, բայց ցույց է տվել ԱՏԱՄ, եթե պետք է եղել Ռուսաստանի, ցույց է տվել նույն Ամերիկային իր հայտարարություններով, չմոռանանք, որ Բայդենի ժամանակահատվածում շատ կոշտուկոպիտ էր արտահայտությունները իրենց երում։ Բայց այնուամենայնիվ, եթե վերցնում ենք, ինչ որ ասել են, դա էլ իր հետևից գնացել է, եւ ամեն անգամ ինքը ասել է, այո, մենք հերթական անգամ կարողանում ենք մեր շահերը տանենք առաջ։ Հայկական, ասենց ասած, սուբյեկտիվ ներկայացուցիչները, գործողները ինչ ասել են, որևէ մի բանը ճշմարտության հետ չի բռնի։ Ասել են, չէ, մենք այս բանը չենք անում, հետո արել են։ Չէ, մենք Մինսկի խմբի բաներին, ասենց ասած, լիկվիդացիայի իմաստով, հա, նամակը կստորագրենք միայն խաղաղության պայմանագրի ստորագրման օրը, բայց պարզվել է, թե չի, ավելի շուտ են արել։ Դրա նման հազարավոր փորձերի մեջից անվստահություն կապում է։ Ալիև ասում եմ, մինչև չլինի սահմանություն չեմ անելու։ Եթե Ֆիդանը ասում է լինելու, ուրեմն ինչ որ մեկը իրան ասել է, որ ունի վստահություն, որ ինչ որ մի process է կատարվելու, որ Հայաստանի գործողները խոստացան, որ իրենք ամեն ինչ կանեն տարվա առաջի կեսին փորձեն սահմանություն փոխածելն արդեն, որ ինչ որ դրա հիման վրա մի բան։ Հիմա դրան է գումարում եմ նաև, որ գործողների, տենց ասած, ակտիվ ներկայացուցիչներից մեկը ասաց, որ Ալիևն ու Էրդողանը երևի ապրիլին կգան Հայաստան։ Վստահ եմ կգան այն ժամանակ, երբ որ ինչ-որ մի բան ստորագրած է։ Իսկ մեր սահմանադրական բարեփոխումների կամ ասած ասած նոր սահմանադրության կամ ինչ-որ բաների փոփոխության գործընթացը այնպեսին է, որ ինքը երկարատև ու ժամանակ, եթե գումարում ես, դառնալ իրականության մեջ մենք չենք կարող սպասենք հերթական ընտրություններին, որտեղ նույնիսկ եթե նույն օրը փորձեն սահմանադրական բարեփոխումների բանան, չնայած ոնց որ թե ասել էր, մենք նախընտրական ծրագրերում կդնենք, նոր դրանից հետո կանենք, դա էլ process է անում, ուրեմն չի կարա 26 թվականի առաջի կեսը լինի։ Այս ինչ-որ բաներ պետք է լինի միջև այդ, որ առաջի կեսում այդ ամեն ինչը պատրաստ լինի։ Դրանից հետևում է, որ միգուցե մեզ սպասում են արտահերթ ավելի շատ ընտրություններ, հաշվի առնելով այսօրվա քաղաքական իրավիճակը եւ հետեւողական, ասենք, փորձել տարբեր ճգնաժամներ ձևավորել, ռեպրեսիվ մեխանիզմների աշխատանքը դատական գործերի, շատ շուտով կտեսնենք ավելի կոշտուկոպիտ ռեպրեսիոն էլեմենտներ, միգուցե եկեղեցու այդպես ասած հարձակումները եկեղեցու հոկտեմբեր ամսին ինչ որ չափով կակտիվանա թեմայա, որտեղ մի հանրության ինչ որ մի բան կլինի, կձևավորվի ինչ որ ճգնաժամային sense, հա, շղար փորձեն միգուցե նոյեմբեր-դեկտեմբերներին այդ միջև այդ մասերում ասեն, որ արտահերթ են անում, պարզվի, որ արդեն բոլոր սահմանական բարեփոխումները պատրաստ տարակում դրված էր, այդ օրը հանեն փորձեն դնեն։ Հա, այդ փորձերի գաղափարները հիմնված են ավելի շատ նրա վրա, թե ինչի պետքա Թուրքիայի նախկին հատուկ ծառայությունների ղեկավարը եւ այսօրվա գործող արտգործնախարարը փորձեր ժամկետ ասել։ Որտեւ երբ որ իրան հարցնում են, իրան կոնկրետ օր ու ժամ չէին ասում։ Պարզապես բարձր որ հա, հույսով եմ, որ կլինի, հաջորդ տարվա մեջ կարար ասել, չէ՞ այնց որ ժամ, բայց ինչի առաջի կես նշեց։ Այդտեղ շատ յուրահատուկ երևույթ է, եւ պատկերացնում եմ, որ միգուցե այդտենց այդ ժամկետների գաղափարով այսպես պարզապես այդտենց մարդիկ չեն խոսում։ Պարոն Պողոսյան, բայց միթե Նիկոլ Փաշինյանը ունի այնքան երաշխիք, որ հասարակությունը այո կասի սահմանադրական փոփոխությունների։ Ինքը երաշխիքներ չի մանանում։ Պարզապես իր ծրագիրն է իրագործում, որ մեկ օր ավելին իշխանությունը պահի։ Այն մարդը, որ շահը միակ իշխանություն պահելն է, ինքը երաշխիքների հետևից չի գնում, ինքը գնում է ամենօր գործողություններ անելու։ Կտան, չեն տա, իսկ ով ասել, մենք ունենք երաշխիքներ, որ շուտ չեն կեղծվելու գործընթացները, ավելի հզոր ռեպրեսիոն ինստիտուտ չի աշխատելու, ով է ինչ-որ բանս։ Նայեք, դուք երեք էլ տենց մեկնաբանություն եմ տեսա, որ չգիտեմ, դատարաններ են փակի եմ արել, բայց դատական իշխանություններից բան։ Այն մարդիկ, ովքեր որ պատրաստ են օրենքի գծերը խախտեն, իրանցից ինչ երաշխիքների մասին է խոսքը։ Տեսեք, ընդդիմությունը կարծեք թե վարչապետին անվստահության գործընթաց է մեկնարկել, ինչ կարելի է սպասել այս գործընթացից։ Հնարավոր զարգացումներ։ Ամեն ինչ կախված է լինելու, այդ գործողները
միակ ճիշտ բանը, որ միջև ասել են, որ ոնց երևույթ կարա նկարագրել, դա նա որ եթե ժողովուրդը չցանկանա, մի օր էլ չենք իշխանության մնա։ Հիմա արդյոք ստացվելու է։ Իրանք ամեն ինչ անելու են, որ ընդդիմությունը չկարողանա ոչ մի ձևի գործընթացներ անի։ Ընդդիմությունն էլ լավ հասկանում է, որ մարդկանց ձայները դեպի իրանց բերելու, որ բավարար այդ ինստիտուցիոնալ մեխանիզմները անեն, պետքա լուրջ աշխատանք տանեին։ Այսօրվա դրությամբ ես դեռ չեմ տեսնում որևէ բաներ, որտեղ իրանք այդ ժամանակը չունեն։ Հիմա թե ինչին են բանանում։ Պրոցես է, որով իմ համար ավելի շատ հետևյալներ։ Արդյոք կարելի է օգտագործել, նույնիսկ եթե պատկերացնենք արդյունքը, բայց ձևավորել միասնական ճակատներ, խոսալ համատեղ աշխատանքի մասին։ Իմ համար այդ գործընթացը ավելի շատ դա է։ Թե այդ impeachment-ի պատճառով իրար ավելի շատ են, այսպես ասած, վանելու իրարից։ Տեսեք, կարծիք։ Եթե որտեղ իշխանությունները փորձում են դա անեն։ Եվ ես չեմ զարմանում, որ ասենք ամեն ինչ ավելավորներ։ Այ տեսեք, մենք թույլ տվեցինք ազգային ժողովում սենյակում այս մարդիկ եկան ելույթներ ունեցան, խոսացին, մենք ասենք ժողովրդավար պուպուշիկի նման բան անեն, բայց իրականության մեջին նրա տեղակ այդ ամբողջ օրը պետք է խոսվեր միասնական պայքարի մասին։ Բայց կեսում սկսեցին ինչ-որ տարբեր մարդիկ իրար վրա բան անելը։ Նեղացած եք, նեղացած չեք, դա սա մի կոմենտ եմ։ Տենց եք համար դուք պետք է հասկանաք, որ նա գլխավոր նպատակը։ Եվ արդյոք այդ աբյանը պետք է օգտագործել պիտակավորել կողքի ընդդիմադիրներին, թե պետք է օգտագործեիք բանը։ Այստեղ է ամբողջ բանը։ Հիմա նույն ձևի է արդյոք այս process-ի մեջ պետք է փորձեք օգտագործել այս ամբողջ գործընթացը իրար հանդեպ պիտակավորման, թե պետք է փորձեք բան անել։ Եթե պիտակավորել եք, գործողների օրակարգը կիրագործվի։ Իսկ եթե միասնության մասին է խոսալու, ուրեմն այստեղ պետք է որևէ մեկը բան այն թե այնի առաջինն է սկսել, ես երկրորդը կանեմ։ Չէ, այդ օրվանից հետո չտենամ։ Բայց երբ որ տեսնում եմ, որ բոլորն են մեկը իրար պիտակավորում են, թեկուզ մեկը եւ իրանք չեն հենց հետևում, էլի, նես չէ օրինակ ասենք, այս 5-ը խոսան միասնությունից, բայց այս 3-ը ներքևից ինչ-որ բան անեն։ Դա նույն process-ն է։ Այստեղ բոլորը նույնն եկել, տարբերություն չկա։ Մոտեցումը դա պետք է լինի։ Կկարողանան թե ոչ կախված է նրանից, թե կհաղթարեն այդ ուժը իրենց մեջ ավելի գլխավոր նպատակի համար միասնությունը պահպանելու, թե ոչ, եթե ոչ, այսօրվա դրությամբ մենք իրականության մեջին մի հատ գործընթացի մեջ ենք, որը ամենալավագույնս նկարագրել է մեր ազգային հերոս Մոնտե Մելքոնյանը, ու ասելով կորցնելով Արցախը շրջելով եք հայոց պետականության վերջի էջը։ Թշնամին այսպես ստիպել է գործողները շրջել են էջը։ Մի հատ գրիչ է դրել ձեռները, ասել եմ գրեք, Արարատը չի լինի, էսի չի լինի, էս մեկը չի լինի, էսի չի լինի, որ հայոց պետականության գաղափար չլինի։ Արդյոք մենք այդ էջերը հետ շրջելու հանդեպ են գլխավորը մեր միասնականության խնդիրը պահելու, թե այդպես էլ չենք հաղթահարելու անձնական դաշտերից դուրս գալը։ Եթե դա չլինի, ասենք արդյունքը ինքներդ ասեք ինչն է։ Եվ վերջում պարոն Պողոսյան, կարծիքներ կան, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում կարևոր է լինելու նաև փողոցային պայքարը։ Այս դեպքում հարց է առաջանում, օրինակ ընդդիմությունը կկարողանա գեներացնել հասարակության այն ցասումը, որ կա գործող իշխանության նկատմամբ, որովհետև եղել են ակցիաներ։ Այստեղ մի հատ բան կա, էլ ինձ շատ հետաքրքիր, որ ասում են եթե իմ մեջ կա ցասում, ես պետք է սպասեմ ինչ-որ մեկը գա իմ մեջ գեներացնի, թե ես գնամ, թե չգնամ։ Բայց եղել են ակցիաներ, մարդիկ դուրս են եկել փողոց, հետո այդ ակցիաները մարել են։ Այդ ակցիաների ժամանակ, երբ որ դուրս են եկել, ինչի համար են դուրս եկել։ Հավատալով, որ խնդիրը լուծվել է, որ էլ չեն դուրս եկել։ Թե այդ օրը մոդայիկ է դուրս գալը։ Այս ուզում եմ, որ ամեն անհատ ինքը իրան հարցնի։ Եթե իմ խնդիրս չի լուծվել, ես ինչ եմ մեղադրում այն դիմացինի կամիացին, ասեմ, լավ չխոսած, դա համար գնում եմ մեր։ Բայց չէ՞ որ ժողովրդին առաջնորդող կամ առաջնորդողներ են պետք։ Այդ առաջնորդողներով են ծնում։ Ժողովուրդը չի ծնում։ Ծնել է։ Տվել է այն մարդկանց, ովքեր որ ունենք, լուսնից չենք բերելու։ Չենք մեկնելու Ղազախստան, Qırğızstan, չգիտեմ, մի հատ ուրիշ տեղ մեկին բերենք, ասենք, «Այ, այստեղ, այս մի առաջնորդը լավներ, եկեք բերենք տնենք»։ Մեր մեջից անելու, մեր մեջից էլ նրանք են, ովքեր որ կան։
ովքեր որ փորձել են ու արել են, բայց ես այն եմ տեսնում, որ շատ հանգիստ հաջորդ օրվանից սկսում են ավելի շատ ոչ թե խոսալ խնդրի լուծման մասին, այստեղ sense բան գրեցին։ Ջան, տեղեկատվական պայքարը ես գործողները շատ հետաքրքիր են, դիպդիդային պայքար, բայց մոռանում եմ, որ դրա մեծ մասն էլ հենց իրանք են գեներացնում կողքի հայի մասին։ Էլ սրբազանների երեխեք ունեին, էլ չգիտեմ ինչեր ունեին, այս բաները սենց անեն, բաները նենց ան եւ այլն։ Սա հին պետակավորին հետո տակից չեն դուրս գալիս։ Ու դա միշտ է եղել օգտագործողը, դա ինչ եմ բոլշևիկյան մոտեցման մասին ռոպագանդայի խոսելու կամ շատերն բոլշևիկներն է Գեբելսից են սովորել կամ չգիտեմ ինչ-որ բաներ, բայց ինքը գործընթացներ են, որոնք բանամ։ Եթե ես գնում եմ իմ խնդրի համար, դառեք այդ առաջնորդը։ Ո՞վ է ձեզ ասել մի դուրս եկեք փողոց։ Հոկտեմբերի 12, հունիսի 12-ին որ բաներ պետքա գնային, ինչ էր այդ օրը քիչ մարդ։ Խնդիրները լուծվել էր, թե ինչը չէր բանի մեջ, նույն սրբազանը չէր, մենք ինքները ձեր հարթվեք, արդյոք դուք իսկապես ուզում եք, որ ձեզ մեկը առաջնորդի, թե հակառակը ման են գալիս գտնենք առաջնորդի, որի վրա հետո բոլոր մեղքերը կգցենք անհաջողության, բայց վարկագծային պետք է այլևս ամեն մարդ ինքը իրեն պատասխան այդ իրա ցասումը ինքը պատրաստ է իր սեփական ցասման համար պայքար։ Թե մտածելու է, չէ, այս մեկը եկավ, բոյը դուրս չեկավ, ձենը սենց չէր, արտասանության ժամանակ ստորակետը սխալ էր դրել, ձեռես մի շարժում այսքան լավը չէր, այն մեկը սրա մասին ինչ-որ սենց մի բան է ասել, գտնենք հիմնավորումներ եւ այլևս չգնանք ու դա լինի հիմք, որ ստաց։ Այդ ժամանակ գործողները մի ամեն ինչին էլ հասնելու են միջեմ էլ տենց են մանիպուլացիա, որ բոլոր շարժումները մարել են։ Որտեւ երբ որ գալիս ու ասում են գնան գործողությունների, պետք է հասկանալ, չէ՞, դե մի հատ մարդ է, որ առաջնորդում է։ Եթե քո դիմացինիդ կանգնածի համար իշխանություն պահելը ամեն ինչից վերայև ինքը պատրաստ է կրակելու հրաման տալ, այդ մարդը պետք է ասի, ես ժողովրդին տանում եմ, դե արուն թափեցնում վրայից են ուզելու։ Մի հատ թվում է մեկը ինքը ասի, ինքը տեղը լինի, ինքը այդ որոշումները ոնց է կայացնել։ Բայց երբ որ պետք է փողոցներ փակել, բայց այդ ժամանակ քիչ խմբեր։ Այդ ժամանակ ինչ է։ Լավ մի հատ այլ բան ասեմ, եթե ես ունեմ ցասում, փողոցում վախենում եմ, ոստիկանները կարող անից բռնեն, ինչ-որ ճնշեն, անանեն։ Միտե կարող է կրակել, գործը դու լարեք, ձեր տունը նստեք։ Եթե այդ ցասումը իրականում կա։ Փորձեք, մի գնացեք։ Բայց մի շաբաթ էլ չեք դիմանը։ Պատկերացնում եք Հայաստանում մի շաբաթ ոչ մի ցասումը կամ ինչ-որ բանը կզգացվի, բայց մի շաբաթ կգնան։ Ընդունենք, որ լավ, բժիշկները եւ ասենք այն բաները, որոնք պետք է կարևոր բան են, բայց եթե մնացած տեղերը չլինի այդ բանը։ Դեք տարբերակ եմ ասում, որ ֆիզիկական էլ նույնիսկ ձեր համար պետք է դիմանալ։ Ես օրինակներն եմ բերում, թե որ մեկն է լինելու, բնականաբար ընտրվելու է ինչ-որ առաջնորդների կողմից, բայց նայենք տեսնենք ովքեր են հիմա ձերբակալվածները։ Դուք սրբազանից ինչ-որ կոչեր եք տեսել, որ փորձել է ան։ Եթե պետք է կամ ձայնագրությունները, որ կեղծում են, կամ էս են անում, ասեմ, այս բոլոր բաները վախի մտնոլորտ են տածում։ Ես ժողովուրդն է վախենում, բայց եթե ժողովուրդը վախենում է, ուրեմն այդ համար էլ գործողները շատ հանգիստ են այդ մանիպուլացիան։ Եթե ժողովուրդը ցանկանա, որովհետև հենց որ ժողովուրդը ցանկացավ, ոչ վախին անայելու, ոչ եմբասին, ոչ եմբանին անայել։ Բայց երբ որ մենք գալիս ենք մենակ փնտտուկի մեջ, գտնենք մեկին, որ մեզ արթնացնի, ինձ ամեն անգամ այդ հարցն է տալիս. ինչի համար եմ ես ման գալիս այդ մեկին։ Ինչի՞ չեմ ես ինքս արթուն։ Որ հետո ասում մեղավորը սա ինքն էր, ես ինչ էի արել։ Այդ խնդիրը այդտեղ շատ հետաքրքիր է այն իմաստով, որ մարդիկ պետք է փորձեն ու հասկանան, որ բաներ կա, որոնք այստեղ էլ են նույնը, էլի։ Անդիմության մարդիկ էլ են, չէ՞ նույնը։ Եթե մենք հասկանում ենք ու ասում ենք, դե որ միասնական լինեն, անձնական դաշտի բան, բայց այդտեղ դուք եք անձնական։ Դե դուք էլ ուրեմն այդ միասնականը պետք է անեք։ Ահա մենք այդ առանձին ձեր համար այդ գաղափարը հանուն իմ պետության, հանուն իմ ապագա գալիք սերունդների, կորների, թորների, որոնց միգուցե չունեք դեռ։
բայց այդ երազանքով ապրելու իմաստով պետք է լինի։ Իսկ այդ ժամանակի տարբերություն ընդեղի կանգնածը իմ անձնական կմաջուկների կամ չգիտեմ յուրահատկությունների համար հաճելի է թե ոչ։ Որովհետև հիմա պետք է միասին ճանապարհ անցնենք։ Եթե ժողովուրդը չի կարողանում իր անձնական հարաբերությունների մեջ անցնի հանուն վերին գաղափարի, ասենք, այդ նույն ժողովուրդն ածանել նույն մարդկանց, ովքեր որ ընդդիմության մեջ են։ Իրանք ուրիշ տեղ չեն եկել։ Նրա այս տեստը գալիս ասենք, երբ որ հանդրում ենք այդ առաջնորդին, ուրեմն դառը այդ առաջնորդը երևի դա է միակ լուծումը։ Ցավոք սրտի ես լավ գիտակցում եմ, ոչ իմ խոսքս, ոչ իմ։ Հանես չի արթնացնում, որտեղ այդքան խոսք ասել եմ, չի ստացվում։ Իսկ ինչը որ չեմ կարողանում անել, այլևս որոշել եմ նախկին սխալներից պատճառով բժշկի նման։ Միայն այն բանը, ինչը որ կարող է ավելի մեծ վնասում։ Բայց ձեր ասած մոտեցումը համար ինչ որ տեղի ունենում, հիմա անձնական շատ իմ այն վարկագիծն եմ ինքս իմ կյանքում ցույց տալիս, որտեղ չեմ դիտարկելու դուրս եկավ էս մեկը թե ոչ։ Իսկ գնում եմ շատ ժամանակ նաև տարբեր միջոցառումների մասնակցում, հանուն նրա, որ լավ հասկանում եմ, շատ ըլնենք չեն վնասելու, չեն կրակելու, չեն բանանելու, ոչ թե ամեն ինչով sense բանանելու։ Եկողքի հայ ցավի համար գնացեք մասնակցեք։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը քաղաքագետ Թևան Պողոսյանն էր։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։